Ողջույն սիրելի բարեկամներ։ Նիհարելը միայն գեղագիտական նպատակ չունի։ Դա առողջության, ինքնավստահության և ավելի երկար ու ակտիվ կյանքի գրավականն է։ Շատերն են մի պահ կանգնել հայելու առաջ և ուզել են փոփոխություններ, և դա նորմալ է։ Նիհարելը զոհաբերություն չէ, այլ նվեր է ինքդ քեզ։ Սկիզբը երբեմն դժվար է լինում, բայց ամեն օր փոքր քայլերով ավելանում է արդյունքի հասնելու հավանականությունը։ Սննդակարգը կարևոր դեր ունի։ Սիրեք ձեր մարմինը, բայց մի մոռացեք, առողջ լինելը ավելի կարևոր է, քան նիհար լինելը։ Ամեն օր խմեք բավարար քանակությամբ ջուր։ Նախընտրեք բնական, չմշակված մթերքներ։ Աստիճանաբար կրճատեք շաքարը, տապակած սնունդը և գազավորված ըմպելիքները։ Ոչ մի սնունդ արգելված չէ, բայց ամեն ինչ պետք է լինի չափով։ Սովորեք լսել ձեր մարմինը, սոված եք, թե պարզապես ձանձրանում եք։ Ֆիզիկական ակտիվությունը պարտադիր չէ լինի ծանր մարզում։ Գնացեք ուղղակի քայլելու, պարեք ձեր սիրելի երաժշտության տակ։ Օրական ընդամենը 20 րոպե շարժվելը արդեն հրաշքներ կարող է գործել։ Նիհարելու ճանապարհին նաև կլինեն սխալներ։ Կարևորը չհանձնվելն է։ Այս ուղին մրցակցություն չէ այլ մարդկանց հետ։ Սա ճանապարհ է դեպի ավելի առողջ լինելը։ Սպասեք ոչ թե արագ արդյունքի, այլ կայուն արդյունքի։ Տրամադրությունը երբեմն ձեզ կխաբի, բայց դուք կարող եք հաղթահարել։ Կարևոր է լինել հետևողական։ Շրջապատվեք այն մարդկանցով, ովքեր ձեզ աջակցում են։ Ամեն օր գրի առեք ձեր հաջողությունները։ Անգամ ամենափոքրերը։ Ցանկացած կորցրած կիլոգրամ հաղթանակ է, բայց ամենակարևորը այն է, թե ինչպես եք ձեզ զգում։ Սիրեք ձեզ ցանկացած փուլում։ Նիհարելը ձեզ չի դարձնում ավելի արժանի սիրո, բայց առողջ լինելը օգնում է ապրել լիարժեք։ Մի համեմատվեք ուրիշների հետ։ Ձեր պատմությունը հենց ձերն է։ Իսկ դուք արժանի եք լինել ձեր լավագույն տարբերակը։ Սկսեք այսօր թեկուզ մի փոքր քայլով և հիշեք, որ դուք կարող եք ամեն ինչ անել։ Գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ։ Օրինակ 7 օրում 10 կիլոգրամ նիհարելու դիետաներ գոյություն ունեն, բայց պետք է շատ զգուշությամբ մոտենալ դրանց։ Այդպիսի քաշի կորուստ կարճ ժամանակում հիմնականում գալիս է ջրի, մկանային զանգվածի և նույնիսկ առողջության հաշվին։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ 7-օրյա արագ դիետա, բայց հիշեք, նախքան այդ դիետան փորձելը, արագ նիհարելը միշտ չէ, որ ճիշտ է։ Եթե օրինակ ունեք առողջական խնդիրներ, դիմեք բժշկի, նախքան նման ռեժիմը սկսելը։ Այս դիետան ինտենսիվ է և նախատեսված է բացառապես կարճաժամկետ արդյունքի համար, օրինակ հատուկ միջոցառման կամ լուսանկարչության օրերից առաջ։ Սակայն սա չպետք է դառնա սովորություն։ 7-օրյա արագ դիետա մինչև 10 կիլոգրամ կորուստ։ Օր առաջին։ Միայն մրգային օր։ Ընդունեք բոլոր մրգերը բացի բանանից։ Առավել խորհուրդ է տրվում ձմերուկ, խնձոր, ցիտրուսային տեսակի պտուղներ և ջուրը որքան հնարավոր է շատ։ Օր երկրորդ։ Միայն բանջարեղեն։ Խաշած կամ հում բանջարեղեններ, օրինակ՝ կաղամբ, գազար, վարունգ, սպանաղ։ Արգելվում է եգիպտացորենը և ոլորը։ Կարող եք մեկ մեծ խորոված կարտոֆիլ ուտել, բայց առանց յուղի։ Երրորդ օր։ Մրգեր և բանջարեղեն։ Միացրեք օր առաջինի և երկրորդի սննդակարգերը, բայց նորից առանց բանան, կարտոֆիլ և ոլոր։ Օր չորրորդ։ Բանանի և կաթի օր։ Մինչև 6-ից 8 բանան ամբողջ օրվա համար։ 3-ից 4 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ։ Ցանկության դեպքում կարող եք պատրաստել սմուզի։ Օր հինգերորդ։ 6 հատ լոլիկ, 200-ից 300 գրամ խաշած հավ, շատ ջուր օրգանիզմը մաքրելու համար։ Օր վեցերորդ։ Խաշած բանջարեղեն պլյուս եփած միս կամ հավ ձուկ։ Կրկին առանց յուղի և աղը նվազագույն քանակով։ Օր յոթերորդ։ Բրինձ, մրգահյութ, բանջարեղեն։
1 բաժակ խաշած շագանակագույն բրինձ, թարմ մրգահյութ առանց շաքարի, խաշած կամ հում բանջարեղեն։ Այս դիետան կարող է օգնել ձեզ արագորեն նվազեցնել մինչև 7-ից 10 կգ, բայց եթե ուզում եք կայուն նիհարել, ընտրեք հավասարակշռված սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն։